7 եկեղեցիների քաղաքում Սուրբ Ծննդյան Ավետիսի զանգերով է օրը բացվել։ Տոնական օրերից հետո ամանորյա սեղաններից ու կենացներից կտրված մարդիկ եկեղեցիներ էին շտապում։ 7 վերքում առաջին անգամ Քրիստոսի հայտնության Սուրբ Պատարագ մատուցվեց առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի։ Սուրբ Ծննդյան Պատարագ հնչեց թեմի հոգևոր տեսուչ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ։ Եկեղեցին մարդաշատ է, Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը մարդկությանն ուղղված հրավեր է Աստծուն ապավինելու, աստվածային լույսով լուսավորվելու եւ կյանքը վերաիմաստավորելու նորովի կառուցելու համար։ Հավատավոր մարդիկ իրական խաղաղություն ու համերաշխություն, սեր ու միաբանություն են ուզում մեր երկրի համար։ Քրիստոս ծնվել է մարդկանց մեղքերի թողության համար, Աստված իր միածին որդուն զոհեց մեր բոլոր ամբողջ աշխարհի մեղքերի թողության համար։ Թող բոլորը հավատքի կան, աշխարհին խաղաղություն եղնի։ Եվ այդ անհավատացյալների պատճառով այսքան բաներ չեղնի։ Չարը վերանա, բարին հաղթանակի եւ իրոք որ հաղթանակելու է եւ մենք էլ ցնծությամբ միշտ ասենք Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս եւ օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Աշխարհն այսօր փորձությունների միջով է անցնում, տագնապալի իրավիճակները, աղետներն ու պատերազմներն են շատացել։ Նշանակում է մարդկությունը հեռացել է Աստծուց, սերն է պակասել։ Ուրեմն միայն ամուր հավատով, միասնականությամբ ու զորավոր աղոթքներով է պետք հաղթահարել ամեն դժվարություն։ Սուրբ Ծննդյան առիթով ամենայն հայոց կաթողիկոսի այս պատգամն է հավատացյալներին փոխանցում Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։ Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատք ու վստահությունը, որպես թաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը։ Խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարգության, անհանդուրժողականության, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը հայրենանպաստ եւ ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական եւ խմբակային նեղ շահերի։ Որ բոլորս միամուր եղնենք, համախմբված, գիտենանք մեր հետագա քայլերը։ Որպեսզի մեր երկրին լինի խաղաղություն, ամբողջ աշխարհին էլ թող լինի խաղաղություն, այդ երկրի մի մասն էլ մենք ենք կազմում, ազատություն լինի մեր սրբազաններին, մեր թանկ սրբազանը, մեր սիրելի սրբազան Միքայելը գա եւ թագավորի իր սիրելի եկեղեցու մեջ, նաև մնացած սրբազաններին, գերիներին, ժողովրդին ապաշխարություն, որ բոլորը ապաշխարեն, դարձիկան, Սուրբ Հոգով լցվեն, բարյանան, չարը վերանա մեջներից։ Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ, մեծ եւ ձեզ մեծ ավետիս։ Հիսուս Քրիստոսի Ծննդյան Ավետիսն այսօր նաև ննջեցյալներին է փոխանցվել։ Եկեղեցիներում մատուցված Սուրբ Պատարագից ու հոգեհանգստի արարողությունից հետո մարդիկ այցելում են ննջեցյալների շիրիմներին։ Չպետք է մոռանանք մեր ննջեցյալներին, գնանք քահանատ անենք դրանց գերեզմանները օրհնենք։ Քրիստոս ինքն է ասում, ով որ ննջեցյալի համար մեր ռուբլի ծախսեց, ես 100 պատիկը կտամ, կենաց կրքի մեջ եմ կրեմ։ Ուրեմն չպետք է մոռանանք։ Սուրբ Պատարագից հետո ջրօրհնեքի արարողությունը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։ Սուրբ կրային ընթերցումներից ու շարականների երգեցողությունից հետո Սուրբ խաչով եւ սրբալույս մյուրոնով օրհնված ջուրը բաժանվում է հավատացյալներին։ Սուրբ խաչից եւ Սուրբ ավետարանով եւ ամուրը շնորհի բաբա։ Մարինե Դերբինյան, Վահագն Բարակյան, Հորիզոն։